Իսկ ինչ ենք տեսնում այսօր մեզ մոտ, Հայաստանում։ Տեսնում ենք նույն պատմությունը։ Ոչ թե զանգվածային հալածումներ, այլ հարմարեցումներ։ Բոլոր ժամանակների նույն մշակութային գործիչները հրավիրվում են հանձնաժողովներ, ինչպես նաև ղեկավարում դրանք։ Բոլոր ժամանակների նույն արվեստագետները ստանում են պետական բեմեր և պետական միջոցներ։ Արվեստագետներ, մշակութային գործիչներ, մասնագետներ, որոնք հանկարծ դառնում են իշխանական մտքի թարգմանիչը և մի մեծ վախեցած զանգված, որը լուռ հետևում է, երբ քանդվում են բեմեր, փակվում են թատրոններ, հարված է հասցվում եկեղեցու։ Նրանք չեն զբաղվում քաղաքականությամբ, նրանք զբաղվում են իրենց գործով։ Եվ նրանք ակամայից մասնակցում են գործընթացին։ Ամբողջական տարբերակը դիտեք YouTube-ում։